Կայծակի վնասած ճանապարհին շինարարներն արդեն բետոնն են կարում։ Աշխատանքն իրականացվում է հատուկ սարքից կրակոցով։ Բարդ չէ, մի ժամից ամբողջը կավարտեն։ Երևան-Սևանի այս հատվածում երթուղին շրջանցելու նշանը, որ չլինի հունիսի 11-ի երեկոյան պատուհաս անձրև ամպրոպի հետքը շատերը չեն էլ գտնի։ Պայթած ասֆալտի կտորները հեռացնելուց հետո կայծակի բուն հարվածի տեղն արդեն դժվարությամբ է կոնկրետացնում նաև տեղամասի շինարարության պատասխանատուն։ Կայծակը հեծաները որ փոխել ենք, երևի ճանապարհի մեջտեղն է անգնում, էլի, ավելի շատ ձախ մասը երթևեկելի գոտ։ Կոնստրուկցիաների մետաղն է գետնի տակ կայծակին ձգել, թե ուրիշ պատճառ է եղել, մինչ բոլորը քննարկում էին, ճանապարհային դեպարտամենտը լուծում էր փնտրում Չարենցավանի կամրջի վթարված թևը նորոգելու համար։ Խնդիրն ըստ հիմնադրամի ինժեների միայն առաջին հայացքից էր փոքր թվում։ Քանի որ կամուրջը կառուցվել է 60-ական, 70-ական թվականներին, այդպիսի հեծաններով կամուրջ եւ այդպիսի հեծաններ նույնիսկ չեն արտադրվում։ Այն կազմակերպությունը, որին պատվիրակվել էր արտադրել այդ հեծանները, նույնիսկ իր կաղապարների մեջ իրականացրել է որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանա արտադրել այդ հեծանները։ Պատմական հեծանները 2 օր առաջ բերել տեղադրել են կամրջի արդեն տակից նոր կոնստրուկցիաներն է ցույց տալիս շինարարական ընկերության ներկայացուցիչը։ Սկզբից մենք փոխարինել ենք հենարանային պատը 1.5 երկարությամբ, 1 մետր լայնությամբ, 3 մետրից ավել էր իր խորությունն, էլի։ Փոխել ենք այդ հենարանային պատը, փոխել ենք 2 հեծանները։ Սրանք են։ Հա, հեծանները սրանք են։ 9 մետր երկարությամբ։ Հեծանները նույն ինքը բալկաները դեռ չորանալու տեղ ունեն։ Աշխատանքը շարունակելու համար AAB-ի բանվորների խումբն այս պահին սպասում է ճանապարհի երեսպատման ծածկի բետոնը պնդանա։ Պարտադիր նորմատիվ է, խախտել չկա։ B25 տիպի բետոն ենք տեղադրել, գոնե մի շաբաթ պետք է ինքը լրիվ չորանա, որ կարողանանք ջրամեկուսացում անենք, երևի որ այսօր չասնենք, վաղվանից կսկսենք ջրամեկուսացում անենք, դրանց հետո էլի մի շերտ բետոն է տալու, 2 տակ ասֆալտ բետոն։ Քանի օրից կբացվի ձեր գնահատականով ճանապարհը։ Մի շաբաթ 10 օր։ Ճանապարհաշինարարի խոստումը դեպարտամենտից հաստատում են փոքրիկ վերապահումով վաղ թե ուշ այս հատվածում պետք է ամբողջությամբ նոր կամուրջ կառուցվի։ Կամուրջ իհարկե կբացվի եւ կծառայի մի քանի տարի դեռ իր նշանակությամբ, սակայն հասկացել ենք, որ անհրաժեշտ է վերակառուցել ամբողջ կամուրջը, որի համար քայլեր եւս ձեռնարկվում են, այսինքն գործընթաց հենց հիմա արդեն ձեռնարկվում է։ Մինչև նորի կառուցումը վարորդներին այժմյան հին կամուրջն է ծառայելու, ճանապարհի ասֆալտը փռեն, երթևեկությունը նորից երկկողմանի կդառնա։ Ամառվա հանգստի Երևան-Սևան մայրուղու ծանրաբեռնված սեզոնն է, գիտեն, իրենք էլ են շտապում։ Խցանումներից նեղվող մեքենայատերերին ասում են դեպարտամենտից։ Բացի Երևան-Սևան ավտոճանապարհից, նաև քաղաքացիները հանգիստ կարող են այդ հատվածը շրջանցել Հրազդան, Բջնի, Նոր Գեղի, Երևան կամ Նոր Գեղի Եղվարդ, Երևան հատվածով, որտեղ որ հիմնանորոգված են ամբողջ հատվածները։ Ինչքան գումար արժեցավ կայծակի վնասը, ծախսը հետո կհաշվեն, գործներ հրատապ։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան, Արտակ Գևորգյան, լուրեր։